7 քայլ դեպի աղոթքի պատասխանը։ Մաս առաջին։ Աստվածաշնչյան մեջբերումներ։ Հակոբոս 1:6-8, Հեսու 1:8, Մատթեոս 7:7 և 8, Մարկոս 11:23 և 24։ Հիմնական ճշմարտություն։ Հավատքով մենք հասնում ենք այն ամենին, ինչի կարիքն ունենք։ Երկու մասից բաղկացած այս բաժինն արդյունավետ աղոթքի հիմնադրույթների մասին է։ Եթե հավատացյալը աղոթքի մեջ հավատարմորեն հետևի այս քայլերին, կարող է վստահ լինել, որ իր աղոթքները կպատասխանվեն։ Քայլ առաջին։ Որոշիր, ինչ ես ուզում Աստծուց։ Հակոբոս 1:6-8 Միայն թե թող հավատքով խնդրի առանց երկմտելու, որովհետև երկմտողը նման է ծովի հողմակոծված և տատանված ալիքին։ Այն մարդը թող չկարծի, որ Տերից մի բան կառնի։ Երկմիտ մարդը անհաստատ է իր բոլոր ճանապարհներում։ Այս խոսքերը մեզ ցույց են տալիս վճռականության կարևորությունը։ Հակոբոսն ասում է, որ եթե մարդը տատանվում է ու չի կարողանում որոշումներ կայացնել, նա անհաստատ է իր բոլոր ճանապարհներում և Տիրոջից ոչ մի սպասելիքներ թող չունենա։ Հաճախ մենք անորոշ ենք մեր աղոթքների մեջ։ Երբ մարդկանց հարցնում եմ, թե ինչի համար են աղոթում, երբեմն պատասխանում են, որ չգիտեն։ Մի անգամ ինչ-որ մեկն ասաց, աղոթում է ուղղակի աղոթելու համար։ Իհարկե, կա աղոթքի մի տեսակ, երբ աղոթում ենք Աստծուն երկրպագելու և նրա հետ հաղորդակցվելու համար, բայց այժմ մենք գործ ունենք մասնավորապես այնպիսի աղոթքների հետ, որոնք պատասխանվում են։ Աղոթքի պատասխանը կուշանա, եթե մեր աղոթքի մեջ վճռական չլինենք։ Եթե դու խանութում առանց որևէ բան գնելու ցանկանաս քարտ օգտագործել, մարդիկ քեզ տարօրինակ կհամարեն։ Երբ երեխային ուղարկում ես խանութ որոշակի ապրանքներ գնելու, և նա գնում է հենց այն, ինչ նրանից պահանջվել է, ապա նա ճիշտ է կողմնորոշվել։ Նույնը ճիշտ է նաև աղոթքի համար։ Լավ կլինի աղոթել 2 կամ 3 րոպե և իմանալ, թե ինչի համար է աղոթքը, քան աղոթել 2 կամ 3 ժամ աննպատակ։ Կողմնորոշվիր, թե ինչ ես ուզում ստանալ Աստծուց և հստակ եղիր։